Խաղացուն սիրելի քրիստոնյա եղիր օրհնված։ Նայեք ժողովուրդ ջան, մենք կարանք լինենք հավատացյալ, բայց ոչ թե քրիստոնյա։ Կարանք լինենք քրիստոնյա, բայց ոչ թե հոգևոր։ Կարանք լինենք հոգևոր, բայց ոչ թե Քրիստոսի հոգով։ Ասում է Աստծո արքայությունը նման է, որ մի մարդ արտի մեջ գտավ այն գանձը, թանկարժեք մարգարիտը, եւ ինչ ուներ ծախեց, տվեց, արտը գնեց գանձի համար, մարգարիտի համար։ Ուրեմն այս մարդը տեսավ, հասկացավ, որ որքան արժեքավոր ու կարևոր է իր համար գանձը, մարգարիտը, որ ինքը ամեն ինչ տվեց, որ պահեր, որ ունենար, որ շահեր, եւ դա Քրիստոսի հոգին է։ Քրիստոսի հոգին է, որ մենք պետք է կարողանանք արժեքավորենք ու կարևորենք, որ նա է ամենաթանկը, ամենակարևորը մեր կյանքի մեջ։ Մեր կյանքի կենտրոնական մասը ինքն է, որ մեր հողում, մեր սրտում, մեր արտում պահենք իրան ժողովուրդ։ Եվ Մատթեոս 7-րդ գլուխ 6-րդ խոսքից, որ ասում է սուրբ բանը շներին մի տակ եւ ոչ էլ ձեր մարգարիտները գցեք խոզերի առաջին, որ նրանց կող չտան իրանց ոտներով եւ հետ դառնան ձեզ պատառեն։ Սա խոսում է այդ մարգարիտի, այդ գանձի մասին, որ քո սրտում, քո հողում, քո արտում կա դու գտել ես եւ հասկացել ես, որ քո համար արժեքավոր եւ կարեւոր է, որի մեջ մտնում է սերն ու ուրախությունը, քո խաղաղությունը, քո առողջությունը, քո երջանկությունը, քո ժուշկալությունը, քո հավատքը, քո հույսը եւ դարձյալ քո սերը, շատ ժամանակ մենք դա ուղղակի գցում ենք խոզերի առաջին։ Այսինքն ինչ նկատի ունի Հիսուսը շուն ու խոզ ասելով, որ մարդ իր էությամբ չի փոխվում։ Հիսուսն ասում չէ, շուն, գայլ, օձ, խոզ, այս էություններով կան մարդիկ, որ ապրում են, որքան ուզում է սերտի նրան, ինքը դա չի հասկանա, ինքը դա չի կարող արժեքավոր է, դա քո համար արժեքավոր, դրա համար քո արժեքները, քո այդ գանձի, մարգարիտի պահա, այո տուր, այո ցույց տուր, բայց ոչ թե քիչ, մի քիչ իրանց ոտների տակ, պահա, նրանք քո համար շատ արժեքավոր եւ կարեւոր են, բայց շատ ժամանակ մենք կորցնելուց հետո ենք նոր արժեքը հասկանում, կարողանանք արժեքավորենք եւ գնահատենք այդ գանձը ավելի վեր, ամեն